Բարի օր սիրելիներս, մեզ մոտ 12-ն է լինում արդեն, ուզում եմ ասեի առավոտը, բայց չէ, առավոտ չի արդեն դեպի ցերեկը, ցեր ժամը 12-ն է լինում ու օրը շաբաթ է, բնականաբար դուրս ենք եկել խանութներով, քանի որ առաջինը հաց պետք է գնենք ու նմանատիպ ինչ-որ ամենաանհրաժեշտ մթերքները, քանի որ վաղը գիտեք, արդեն մեզ մոտ խանութները փակ են։ Հիմա եկել ենք որպեսի բենզին լցնենք, բենզալցակայան ենք եկել, հիմա Գագոնի չելա բենզին լցնելու, եթե ձեզ հետաքրքիր է մեր մոտ բենզինի գինը 1.45, բայց քանի որ այս բենզալցակայանի քարտ ունենք, մի փոքր այստեղից էժան ենք լցնում։ Դա էլ մեր բենզինի գինը, եղանակները, ինչպես տեսնում եք, արդեն տաք ենք հագնվել, լավ ցուրտ էր, լավ ցուրտ չէր, չնայած քամին որ կա, լավ ցուրտ է, բայց եթե քամի չկա, նորմալ է, ոչինչ, դիմանալու է 13-14 աստիճան, բայց քամու հետ կարծես թե 5-6 աստիճան լինի, այդքան ցուրտ է լինում, եթե քամի է։ Այսօր ոչինչ, այսօր արդեն տաք է, արևը մի փոքր ջերմացնում է, մի խոսքով այսօր եղանակը կարծես թե մի քիչ լավ է։ Հիմա գնանք տեսնենք որ խանութն ենք առաջինը գնում, ձեզ էլ մեզ հետ իհարկե կտանենք խանութներով։ Ակերի օդն է ստուգեցինք, հիմա հանգիստ խղճավ գնում ենք խանութ։ Էդ էլ էր թանկացել, չէ՞ ոնց որ։ Հա, մի եվրո էր ժամանակ։ Մի եվրո էր 5 րոպե, հիմա դարձրել են 1.50, էլի 5 րոպե։ Հա։ Չնայած բայց այդքանը չի էլ հերիք։ Հա, 2 րոպե է տևում։ Հա, միացրած մնաց։ Ափսոս էր։ Հիմա գնում ենք, ուր ենք գնում առաջինը։ Հա, Եմա ջան։ Եվ Մերկադոնա։ Հա, ինքան տեղում ենք եկալ, այդքան հաց առնենք։ Սկսենք Մերկադոնայից։ Հետո մենք պետք Հիմա է պատկերացրեմ ինչա կատարվելու։ Մերկադոնայում այսօր օրը շաբաթ է, արդեն զարթնել ենք քնից, բայց ամասակ չեն աշխատում։ Պետք է Բադրջան։ Հա, վաղը պլանավորել ենք տեղ գնալու, չգիտեմ ես գնալու եմ թե չէ, ամուսնս հաստատ գնալու եմ։ Եթե գնացի կնկարեմ անպայման, եթե չէ կարող է Գագոն նկարի մի փոքր ձեզ հատված, քանի որ ուր որ գնալու անտառի մեջ է, եթե հնարավոր եղավ իհարկե։ Մի խոսքով իսկական հանգստի վայր է, ժողովուրդ ջան, ոչ հեռախոսա բռնա, ոչ լույս ունենք, ոչ էլ կոմունալ հարմարություններ։ Շատ ամառն է, շատ սիրուն է տեղ։ Ձգում է, այդ տեղը ինձ ձգում է, ես սիրում եմ, ոչ թե ամայի տեղ է, չէ, տունը կա, անտիր ամեն ինչը կա, վաղը կներկայացնեմ ձեզ, ուղղակի սիրում եմ հողի հետ զբաղվելը, ծառ ջրելը, ծառը մշակելը, բերք ստանալը, թեպետ ես ծնվել եմ քաղաքում և մեծացել եմ Երևանում։ Մի խոսքով, ոնց հասկացա, գնում ենք միասին Մերկադոնա։ Մերկադոնա հիմա գյուղ, այդ գյուղա, չէ, անտառի մեջ շատ սիրուն է, ոնց արածի հողերա։ Ասեմ իմանալ, ժողովուրդ ջան, մենակ ես չեմ, որ այսքան խենթեմ, իմ նման խենթ էլի կան։ Մեր ընկերները վաղը կտեսնեք ինչքան շատ ենք մենք։ Վաղը խենթերով գնում ենք։ Հա։ Օ, երատեսեք ինչա կատարվում, հեսա ցույց տամ ձեզ, հերթը։ Տեսեք, ու էսի կապնել ենք, որպեսի մտնենք խանութ, համ այն կողմից են գալիս, համ այս կողմից, մենք պետքա թեքվենք, հա, ուզած չուզած։ Այսօր շաբաթ է, եղանակը լավն է, հələ տեսեք, բայց ինչ հիանալի ամպա, ես սիրում եմ այսպես կապույտ երկինք։ Ահա։ Մերկադոնայի հերթն է։ Բայց գիտես ինչ եմ առաջարկում եմ, հա։ Ինչ։ Արի Մերկադոնայից հետո գնանք Լերոյ Մերլին։
Գնանք։ Ինձ թվում է մեր Սիրուն սիրած արենով։ բաժինը արդեն դասավորած Գիտե, կլինի։ արդեն դուք հասկացաք, մեր սիրած բաժինը որն է։ Էդի նոր Խաղալիքների։ վիրովերվող ապրանքներն են։ Այ միջև ընտեղից քաշում են ինչա տոմս քաշում են, որպեսզի դրա շլագբաունը բացվի։ Որ այդպես են արել, որ մենակ խանութի հաճախորդները կարողանան այստեղից օգտվել։ Իսկ մեր սիրելի իսպանացիները շատ արագաշարժ են։ Հա։ Retiri el tiquet, si us plau. Սիզպլավ, կատալերեն է խոսում մեր ապարատը։ Սկզբը կատալերեն է ասում, հետո մի հատն էլ իսպաներեն է ասում։ Քանի որ այստեղ Կատալոնիայի մարզն ենք, կատալերենն է առաջինը, չնայած չէ, իսպաներենն է առաջինը, բայց կատալերենն էլ են առաջ Նրանք տանում։ նախընտրում են իրաց լեզուն օգտագործեն ամեն առիթը։ Բաց չեն թողում իրանց թողնելով։ լեզուն, հա, ու շատ ուրախանում են, երբ որ դու կատալերեն գիտես, կատալերեն խոսում ես, հասկանում ես։ Շատ ժամանակ իմ աշխատանքի վայրում էլ ես շատ եմ շփվում իրանց հետ, գալիս են ու տեսնելով որ ասենք ես իսպանացի չեմ, օտար երկրացի եմ ու իրանք սկսում են իմ հետ կատալերեն խոսալով։ Տեսեք ինչ է Ասենք կատարվում այստեղ։ Հա, իրանք ասում են Կատալոնիայում եք ապրում, պետքա կատալերեն, դե ճիշտ են ինձ թվում ասում իրանք, բայց դե մենք առաջինը սովորում ենք իսպաներեն։ Բոլորս, հետո նոր, եթե իսպաներենը լավ տիրապետում ենք, կատալերեն։ Ահա, տեղ Մենք հասանք։ հասանք դեպքի վայր։ Միրգ։ Այստեղ կերաս կա։ Կիլոն 11.75 կերաս է։ Բայց լավն է չի արդեն։ Ցավը դա ներքև են իջա դրա։ Հա, անոնցներն լավ են, ապա չէ։ Ահա, այստեղն է լավն է լավաշը։ Այստեղ ժավել վերցնենք։ Մենք էլ ապակիների համար այդ ամոնիակը որն է։ Հեսա տեսնեմ։ Դուրս եկանք Մերկադոնայից, հիմա գնում ենք երևի Լերոյ Մերլին, Այո, Լերոյ Մերլին ենք գնում, շնախատեսված խանութ էր սա։ Հիմա այստեղ ոնց որ մտնելու համար էր հերթ, նույնն էլ դուրս գալու համար է։ Հիմա շորտամ տեսեք։ Խանութ մտնելուց հերթ է, դուրս գալուց հերթ է։ Միջև շլագբաունը բացվում է, դուրս են գալիս, երևի 2-3 կողմից մեքենաներ են դուրս ինչ որ գալիս, հա։ մեկը մոռացել է, Կամ չկտա։ մոռացել են, հա, Չի բացում, դե մարդիկ շատ են դուրս գալացողները հերթը կուտակում է։ Հա, կարա եւ այդպես է լինի, մոռանում են կտրոնը տան, որ գրանցել են տեղ, առևտրի հետ, գնումների հետ։ Ու շլագբաունը բնականաբար չի բացելու։ Հիմա միջև գնա, միջև նորից կտրոնը ներկայացնի, ահագին ժամանակ է տևում ու մենք այսպես կանգնել ենք։ Վերևն էլ օրև ահավոր։ Ներսը հերթը։ Ամեզանից է հետո ինչքան ավտոներ կան։ Լավ, որ սիգնալ տվեցիք, ինչ է փոխելով։ Որ Ահա, արագացնում են։ հետևից էլ են սիգնալ տալիս։ Մի անգամ էլ է, չէ՞, սենց եղել։ Հա, այնա նոր բացեցին։ Բացվեց նոր։ Հա։ Չեմ տեսնում։ Հիմա թե չի երևում։
Կարողան հույս կա, որ կգնանք։ Ոյ, ինչ օրև էր։ Միանգամից։ Ախր միանգամից շատ էլ են դուրս գալիս, նայ։ Մեկը մեկին չեմ զիջում։ Պետք է հերթով լինի, մեկ այն Մանա, այն կողմից մտան, այս կողմից կմտան, հիմա հիմա պետք է պետք է հերթը մեջտեղին մերը լինի։ լինի։ Այդպես էլ անում է լավ։ Հիմա այս շլանգբաունը չի հասցնում։ Հիմա դու այս կողմին նայ, հիմա մեր հերթը պետք է օրենքով լինի։ Ու մեր հերթը դուրս եկանք։ Գրև ենք անում մեր հերթը պետք է։ Չէ, դե ամեն կողմից մեկը դուրս Հա, գա։ պետք է մեկը դուրս գա, որ կարող բոլոր կողմից է դուրս գան։ Դա չէ, այդպես չի լինի։ Դες մենք պարտաճանը տվել ենք, չէ՞ թե։ Այնտեղ ինքը մենակ գրանցում ու վերջ, կարմես ասած դուրս գաս հանգիստ։ Եղանակը շատ լավն է, արդեն քանիսն է ժամը 1:10 ու տաք։ Այսօր տաք է Ցույց է համեմատած տալի 12 աստիճան, բայց 3-13 աստիճաներ ավելի ցուրտ էր։ որովհետև քամի կար, քամին է ցուրտը։ Այնքան սառը քամի է այստեղ լինում։ Այնքան սառը, չնայած 4 բոլորը որ նայում ենք ձյուն է եկել, դրա համար Այսինքն 4 բոլորը բոլոր եվրոպական երկրներում։ Եվրոպական բացի այդ Իսպանիայի հյուսիսում Սարերում էլ է ձյուն, հա։ Սարերում էլ է ձյուն եկել։ Դրա համար հենց ձյուն է գալիս, այստեղ սարում Մենք զգում ենք, Մենք զգում ենք այդ, որ այնտեղ ձյուն է եկել։ Քամին ահա որ սառն է լինում, բայց հենա քամի է, դες դրոշները շարժվում են։ Ինչևից է, այստեղ էս եղանակը լինում է ամբողջ ձմեռվա ընթացքում մաքսիմում 10 օր։ Պլյուս 13 աստիճանը։ Շատ լավ է, չէ, ձմեռվա եղանակը ստեղ ընտիր է։ Հա, Մենակ մի բան է շատ վատ, որ նոր տարվա օրը պլյուս 20 կամ 18 արև Չես դու սպասում ես սառնությանը, ձմեռվա այդ շունչը, ձյուն գա, չէ։ Ոնց մենք սովոր ենք առաջ մեր մանկության տարիների ժամանակ։ Այն ժամանակ շատ էր ձյունը գալիս։ Շատ, հիմա Երևանում էլ Հիմա այս տարի մենք պարտադրված ենք գնանք ինչ-որ մի տեղ, հավանաբար Անդորա, ձյուն տեսնելու համար։ Այստեղ հայերը հիմնականում գնում են Անդորա, որ ձյուն տեսնեն։ Մոտիկ Անդորան։ Այսօր շարժը մի տեսակ շատ է, չէ։ Հա, ցուրտեր ժողովրդի տնից դուրս չէր գալ, հիմա տակացել է, սա դուրս են հելել։ Հա, այս շատ է շարժը։
այլ չգնանք մեր մոտինը։ Այստեղ էլ իդելը մտնենք, այստեղ էլ շոտ ժողովուրդ։ Չնայած մի քանի խանութ իրար մոտ է, բայց կապ չունի, դա բավականին շատ ժողովուրդ կա։ Այս նոր եմ հացես խանութը։ Չէ, Լերոյ Մերլինինն էր, հա։ Լերոյ Մերլինի այն բաժինն է, որ բերեմ հետ են տալի։ Հետ են տալիս, հա, վերադարձնում է, վերադարձ են անում։ Հա։ Այստեղ Մակդոնալդս կա։ Պատկերացրեք, տեղ չկա կանգնելու։ Ու դեմ դիմաց միանգամից այս սիրուն բաժինը։ Մեր ձմեր պապիկը այստեղից են կարել, բայց ես էլ լավը։ Ես լավն է։ Մեր ձմեր պապիկի ակնոցները չկա ուղղակի արդեն։ Շատ սիրուն է։ Տոնածառները, մեր տոնածառնել ենք այստեղից առել։ Այստեղ է կա սիրուն բաներ։ Նույն ակցիոնի բաներից չի, Հա, խաղերից, այսի 100 եվրո է։ բայց գները ստեղ ուրիշ է։ Հա, 27 եվրո այս բուջուրիկն է։ Ձնեմ մարդերը։ Այս ձնեմարտն է 40 եվրո, թե տակինն է։ Այս ձնեմարտը 40 եվրո, թե տակինն է։ Չեմ հասկանում ուղղակի։ Հա, կոմ բատարեա, վանովա։ Բատարեևա, երևի դրա համար թանկ է։ Չէ, ձնեմարտը 4 եվրո է։ 4 եվրո է, հա, այս սրանք են երևի։ Երկու 15 եվրո կակ։ Հա։ Ես դունես ու ժամերով դա ես։ Շատ սիրուն է։ Հասեք, մեր գնացքից է համ։ Նույնն է, էլ ինչ տարբերություն։ Նույն գնաց գնա։ Տարբերությունը նա որ սրա վրա Ինչ կա։ դա վագոններից մեկի մեջ ծմեր պապիկ կա վերջ։ Հա, մենք է կարանք առնենք տնենք 50 եվրո արժեքը։ Այստեղ էլ այսպիսի կամար են անը։ Այսա կարես նկարվում են, հա։ Այստեղ նկարվելու տեղ էլ կա։ Ձմեր պապիկը ներս մտնենք։ Ներս մտնենք ու տեսնենք ինչ կա։ Տոնածառներ կա այստեղ։ Բազմապիսի լույսեր։ Այստեղ խաղալիքներ արդեն տարբեր գների ու տարբեր նկարներով տոնածառ խաղալիք։ Ձմեր պապիկները։ Սիրում, այս կարմիրը։ Ուզում եմ ասել մայիսի, դեկտեմբերի 26-ից այստեղ բոլոր ինչ որ կմնա, չնայած այդքան լավ բաներ չի մնում արդեն 50% զեղչ է լինում։ Նույնիսկ կարող է եւ 60-70% զեղչ լինի։ Մեկ մեր տոնածառը այստեղից առել ենք դեկտեմբերի 26-ին ենք առել, հա, որ խանութը բացվում արդեն, առել ենք ու 70% զեղչով ենք առել։ Իհարկե դա վերջին դեր մնացել։ Այս սրանք սիրուն է, ես այս տիպի խաղալիքներ եմ սիրում հիմա, չգիտեմ ինչի։ Այս գույների մեջ, ես էլ է սիրուն։
Ասենասիրոն։ Ջանքո տարիքն անցել է Վերևինն էլ խաղալիքների, դու ինձ սիրի։ Տարիքը երբեք չի անցնում, ինձ թվում է միշտ մանուկ եք մնում։ Հոգով իհարկե։ Սիրուն խաղալիքներ կա։ Կողմում էլ ուրիշ գույների մեջ է։ Այսը այստեղից ենք հենց առել ու այս սրանից գագաթ, բայց մենք 9 եվրո հաստատ չենք առել, էլ եմ ասում դեկտեմբերի 26-ին ենք առել, երևի 3 կամ 4 եվրո ենք առել, այսինքն 50% դեղչով ենք հաստատ գնել։ Գագ, նայի մեր աստղից մենք 9 եվրո չենք առել, մենք կարծեմ 4 եվրո ենք առել, 3 մինչև 4 եվրո, 50% հաստատ զեղչով ենք գնել։ Այստեղ ծմեր պապիկների, խաղալիքների, տեսեք ինչքան սիրուն բաներ կա։ Այսօր իրենց 3 թագավորներն են, հունվարի 6-ին 3 թագավորների օրն է։ 3 թագավորներին են վաճառում։ Հունվարի 6-ը իրենց մոտ 3 թագավորների օրն է ու տոնը։ Ինձ այս ծմեր պապին դուրեք, հա։ Լավն է, չէ։ Ինձ էլ դուրեք է։ Ինչ արժե։ Մեր պապիկը մեր 50 եվրո։ Եթե դեկտեմբերի 26-ը միջև մնա, 50% զեղչ է լինելու, հաստատ։ Շատ բարի դեմքով մեր պապիկը ժպտարես։ Այնտեղ կակատիո էլ էին վաճառում։ Ուղղակի մի քիչ հայերեն սիրուն չի, կամ չես ասես, ինչ է նշանակում։ Թարգմանությունը, բայց իրենց ավանդական խաղալիքն է կատալանցիների։ «180 սանտիմետրը 129 եվրո է։ Մեր տոնածառն էլ է 170 սանտիմետրը, բայց մենք առանք 46 եվրո։ Խաղալիքներն է գրում։ Հա, խաղալիքներ, քանի որ վերջիններ, վիտրինայիններ։ Հիշեցնեմ, որ դուրներս չեկավ, ասենք վերցրեք ձեզ։ Հա, խաղալիքները այդպես վրան էլ վաճառեցին, քանի որ արդեն հավաքում էին։ 26-ից այստեղ սկսում են հավաքել արդեն վերջանում են նոր տարին, Սուրբ Ծնունդը վերջանալուց հետո հավաքում են։ Սա մի անգամից տուփերով է, աստղն էլ հետը գագաթը։ Ստան ես տակդիրներից առանձին վաճառում են։ Սիրուն այս գույների մեջ է շատ։ Այս էլ ֆոտոսեսիայի տեղ է։ Հիմա եկել ենք Lidl, այսինքն կողքն է Lidl-ը, հիմա Lidl ենք եկել։ Այս ծաղիկներից են բերեմ։
Այստեղ էլ այսպեսի նոր տարվա դրամների շորն է, այսի մենակ նոր տարվա օրերին կարած գցեց ու վերջ։ Արժեք ինչքան է, 450։ Այստեղ երաժշտությունը էլի կա, չգիտեմ ոնց կլինի։ YouTube-ը կարգելապակի թե չէ։ Այս ինչ տնակ է։ Լույսերը ինչ-որ մեջ է։ Այս տնակն է։ Հա։ Այս սրա մեջ է։ Դիլում էլ լավ բաներ ստացել, լույսերը, մոմերը, այսի էլեկտրականը, սիրուն ավետ։ Սիրելիներս արդեն տուն ենք վերադարձել, բնականաբար շաբաթեր բոլոր տեղը շատ ժողովուրդ կար, վաղը Կիրակի փակ է բոլորը, միայն Կիրակի օրերը բաց կլինի սովորական խանութները Սուրբ Ծննդից առաջ։ Իսկ մնացած օրերին, մնացած ժամանակը ավելի ճիշտ բոլոր տեղը փակ է այստեղ խանութները եւ հագուստի խանութները եւ սննդամթերքի խանութները բոլոր խանութները փակ է լինում։ Հիմա առանձնապես շատ էս անգամ գնումներ չեն կատարել, բայց կիսվեմ թե ինչ են գնել։ Մտանք Մերկադոնա, տեսակ, Lidl մտանք, Lidl-ը համարյա գրեթե չեմ նկարել, որովհետև համ Lidl-ում երաժշտությունն է շատ, խանութներում երբ երաժշտություն է հնչում, YouTube-ը արգելափակում է շատ ժամանակ, դրա համար Lidl-ը այդքան էլ չեմ նկարել, այնքան էլ փոքր է մի քիչ Lidl լինում ու ժողովուրդը շատ։ Դրա համար հարմար չեղավ, տեսակ Leroy Merlin գնացինք, շատ սիրուն բաներ կար Leroy Merlin-ում, բայց մի հատ տեսնենք, եթե ակցիոն գնանք, ակցիոնից նայենք, նոր հետո նույն բանը տեսակ թանկ էր ավելի Leroy Merlin-ում, բայց շատ սիրուն այդ ժամանակ, չգիտեմ, շատ եմ սիրում խանութները գնալ, նոր տարվա այդ օրոտաժը շատ է դուրս գալիս։ Մեր խոսքով հիմա Մերկադոնայից ինչ գնումներ ենք կատարել։ Բնականաբար հաց ենք դնել, կտրատեցի, վաղը Կիրակի փակը, հացը պարտադիր է։ Մի տեսակի հացեր են դնել, մեկ էլ այս տեսակի բուտերբրոդների համար սա շատ հարմար է, սա այստեղ գնել եմ հարթուկի համար նախատեսված ջուր, հատուկ ջուրը, որ հարթուկի մեջ լցնելու համար, այստեղ հունական յոգուրտ, նարնջի հյութ, ձուն պարտադիր է միշտ, այստեղ զուգարանակոնքի համար այսպիսի միջոց և այստեղ էլի հաց անձեռոցիկ։ Եվ Մերկադոնայից ջեռոցը մաքրելու միջոց։ Այնտեղ ուրիշ մաքրող միջոցներ էլ էին գնել, ժավել, դա տանելու ենք հողամաս, էլ վերև չեմ բերել, չեմ ցույց տալիս, բաներ կար, որ վաղվա համար էին գնել, դա մնաց մեքենայի մեջ։ Եվ սա։ Հիմա Lidl-ի գնումները։ Lidl-ից այսպիսի կատնաշորային պանիր երևի ասեմ, չգիտեմ շատ համով է, շատ լավն է, միշտ գնում ենք սա։
Մասկարպոնե եմ գնել Lidl-ից, չգիտեմ, երևի նարինջ ունեմ, կարող եմ նարինջով տիրամիսու ֆորման փորձելու համար, եթե ժամանակ ունեցա, իհարկե կպատրաստեմ սա, ամեն դեպքում գնել եմ, սերուցքել ունեմ։ Այստեղ Lidl-ից էշչերի լոլիկներից շատ համեղ է, աղցանի համար էլ է շատ լավ ստացվում, երկու դիպ դրանից են գնել։ Արքայանարի սեզոննա բնականաբար խանութ գնալուց պետք է անպակասասա լինում։ Այստեղ ինչ են գնել, այսա էլ էր վաղվա համար պղպեղ խորովելու համար, քանի որ նախատեսում ենք նաև խորոված անել։ Եվ այստեղ միս են գնել, խոզի այսպիսի հատետով միս։ Ես սա հիմա պետք է բաստուրմա տնենք, որ վաղը հետներս տանենք։ Այսքանն էին մեր գնումները, կարծես թե, հա, այսքանն էին այսօրվա մեր գնումները։ Այստեղ արդեն միսը բաստուրմա դնելու գործընթացն է սկսվել, վաղվա համար պատրաստվում ենք, սիրելիներս։ Ինչ են դրել աղ, այստեղ այդ հիշում եք միասին են գնել չիմիչուրի այդ համեմունքը շատ լավն է, ումսի հետ շատ լավ է։ Այստեղ ուրցա, ռեհանա, ինչա սող, իհարկե աղ, չգիտեմ, չեմ հիշում, ասեցի թե չէ։ Հիմա գնում է այդ պրոցեսը, մենք մի հատ այս չափով արդեն արել ենք բաստուրմա, մտածում ենք, որ հայի խայսյաթ է, չէ, որ հանկարծ կարող է քիչ լինի, քիչ չլինի հանկարծ, որոշեցինք մի հատ էլ այդպես պատրաստել, որ քիչ չլինի։ Մեկը սեղ պղպղ իհարկե։ Այստեղ ժողովուրդ իմ կոմպոզիցիան նայեք, կարտոֆիլի հետ ավոկադո Սա դրել եմ, որ այստեղ դեմ կարտոֆիլը ավելացավ, այստեղ եմ թողել, բայց հեսա կտանեմ էլի, ավոկադոն էլ հանել եմ սառնարանից, որ մի փոքր հասնի, փխակեր։ Խոսքով մենք այսպես խառը գործի ենք, պատրաստում ենք վաղվան, հուսով ենք նկարելու ենք, վաղը կարողանալու ենք, չնայած շատ ժողովուրդ ալնելու, բայց ոչինչ մենք կհասնենք, երևի կնկարենք։ Ժողովուրդ ջան, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիցդ, քանի որ արդեն իմ ալիքում 5000 եւ ավել բաժանորդ է։ Բոլորիցդ շատ շնորհակալ եմ։ Մենք երկուսով իհարկե շնորհակալ ենք ամուսուս հետ։ Անչափ, որովհետեւ առանց ձեր լայքերի աջակցության առանց իմ ալիքը, մեր ալիքը չէր գոյատևի։ Անչափ շնորհակալ ենք բոլորիցդ։ Արգում և սիրում ենք բոլորիդ, պաչիկներ բոլորիդ։ Վերջացրեցինք։ Այո։ Անալի չես արի, իմ համար ամենակարևոր բանը, որ անալի չլինի։ Սիրելիներս, երևի այսքանով այսօր հրաժեշտ եմ, այս վլոգը վերջացնեմ և ինչպես միշտ ցանկանում եմ մնացեք բարյավ և խաղաղ սիրելիներս։